Մենք ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում արտացոլված է մեղադրանքի մեջ եւ ավել մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ինչ է այսքան Արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ եւ վերջնական իրավական գնահատական տրված է։ Այս ձևով այլ մեկնաբանություն չունեմ։ Չի գնում դատարան, եթե վերջնական տրված է, եթե դուք արդեն դա ապացուցել եք, որ իշխանությունը զավթելու կոչ է, եկեղեցին պաշտպանելու մեկնաբանությունը, ինչի գործը չեք ուղարկում դատարան։ Այդ հարցին Առանձնացնեք ուղարկեք ինչպես բազմաթիվ գործեր եք ուղարկում։ Այդ հարցին պատասխանեցի արդեն, ազգային ժողովի պատգամավորներից ինձ այդ հարցը տվեցին, որովհետև նախաքննություն է կատարվում, երբ որ նախաքննությունը կավարտվի, կլուծենք քրեական վարույթի ելքը։ Պարոն Պողոսյան, ես շարունակում եմ պնդել, մեր ձևով ինչպես է ստացվել, որ իշխանության զավթում են համարվել իրավապահ համակարգի կողմից։ Այսինքն մեր ձևով մարդը կարող է գնալ պատահածների մասնակցել, մոմ վառել։ Այսինքն մեր ձևով ինչու դուք մեր ձևով համարեցիք, որ իշխանություն է ուզում զավթել։ Որովհետև մենք տվեցինք իրավական գնահատական եւ համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է։ Այսքան։ Ոչ։ Մի հատ խնդրեմ հերթով տվեք էլի հարցը։ Facebook-յան գրառումներն է, որ ինքը ուղղորդեց եւ իրավապահ համակարգը։ Ոչ։ Ինչ ուղղորդումներ եղավ, որ դուք մեր ձևով տակ միանգամից հասկացաք, իսկ իշխանությունը։ Դուք հարցը տալիս եք, դուք այդ պատասխանը լսում եք։ Ես լսում եմ, բայց Պողոսյան, ավելի լավ։ Փաշինյանը ասում է հոգեվորականների Մի վարքյան դուք ասենց շատ եք մոտիկ կանգնած ու շատ եք բարձր գոռում, շատ բարձր եք գոռում։ Ես արդեն նշեցի, մեղադրանք առաջադրել ենք, մեղադրանքի փաստական նկարագրության մեջ արտացոլված է, թե հանցակազմի էությունը ինչումն է եւ տրված է դրա իրավաբանական որակումը։ Հիմա դրանից ավել դուք ինձ հիմա մեղադրանքի էությունը ասում եք պարզաբանի։ Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է։ Կներեք ավարտեմ։ Դա էլ է հանցագործություն վարակելու։ Հիմա մենք ասում ենք մեր ձևով ձեզնից հարցազրույց ենք վերցնելու։ Մեզ եք։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Հա։ Ըստ ձեզ դա բավարար է։ Դե հիմա նույնն է ասել է։ Հարգելի լրագրող, հիմա ես հարցազրույց է տվել, դուք այդ մարդուն կալանավորել եք։ Հարգելի լրագրող, դե լսեք ձեր հարցը տվեցիք, լսեք։ Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը, մեր ունեցած տեղեկությունները, բազմաթիվ գործոններ կան։ Հիմա դուք ինձանից հարց եք Ներողություն, պարոն Պողոսյան, մի րոպե էլի հաշվի առել եք, մի րոպե։ Թույլ տվեք ձեր հարցին էլ չպատասխանեմ, որովհետև երազ տեսնելով մենք Բայց դուք պիտի հիմնավորեք։ երազը մենք չեք տեսնում։ Պարոն Պողոսյան։ Չէ, նման բան չկա, սիմպաթիաների հարց չի ստե։ Ինչի հարց է, ուզում ենք բարձր։ Դե հիմա երկխոսության ա վերածում։ Պարոն Պողոսյան, ներողություն, հաշվի առնվել է Սամվել Կարապետյանի օրինակ Ռուսաստանում ապրելը, նրա կապերը, նրա դրամական միջոցները, այսինքն այս ամենը հաշվի առնվել է։ Նարեկ ջան, բերեք, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում, դուք ձեր հարցադրումներն այնպեսին են, որին պատասխանելու համար եւ ստիպված եմ լինելու գործի որոշակի փաստական տվյալներ մեջ բերեմ։ Թույլ տվեք այդ հարցին չանդրադառնամ, որովհետեւ գործը նախաքննության փուլում է գտնվում։ Երբ որ մենք գործը ավարտենք, ապացույցներ արդեն ձեռք բերենք, գործը գնա դատական վախճան ունենա, դուք բոլորը հնարավորություն կունենաք հրապարակային դատաքննության ընթացքում այդ բոլոր ապացույցների հետազոտմանը ներկա գտնվեք։ Հույս ունեմ, որ նաեւ նիստերը դռնփաց կլինեն եւ այլն, բայց նույնիսկ այս պահին Նարեկ ջան, ես որպես իրավաբան եւ այլն, ես հիմա մեղադրանք առաջադրել եմ անցի որոշակի հոդվածներով, որոշակի արարքով, դա դեռևս չի նշանակում վերջնական դատավճիռ։ Այսինքն հնարավոր է քրեական դատավարության նախաքննությունը ինքը պրոցես է։ Հնարավոր արարքի իրավական գնահատականը փոխվի, հնարավոր է մեղադրանքից որոշ մասեր հաստատվի կամ չհաստատվի։ Հնարավոր է նույնիսկ օրինակ ունեցել ենք դեպքեր, օրինակ երբ որ մեղադրյալ ենք ներգրավել եւ գործը դատարան չենք ուղարկի, այսինքն քրեական հետապնդումը դադարեցնելու գործիքակազմը դրա համար է։ Հիմա դուք այնպեսի հարցեր եք բարձրացնում, որ ես հիմա այս փուլում չեմ կարող, ես կարող եմ միայն փաստել, որ կա մեղադրյալ, կա ընտրված խափան միջոց եւ գործը գտնվում է նախաքննության փուլում։ Թե հետագայում ինչ ելք կունենա, դա պարզ կլինի
կապված քրեական վարույթով ձեռբերված ապացույցներից։ Իսկ Այսքան։ հիմնավոր ապացույցների հնարավոր է կարելի է։ Այդ դուք չեք որոշում հիմնավորը թե հիմնավոր չէ։ Դուք ինչ Մենք մասնագիտություն ունեք։ Դուք ինչ մասնագիտություն Ամենայն ունեք։ դեպս Դուք ապացույցը գիտեք ինչա։ Դուք ասում եք Ապացույցը գիտեք ինչա։ Այո, գիտեմ։ Ինչա։ Ոնց, ես հիմա ձեզ պիտի դասեր Բա դրա համար ապացույցներից մի խոսեք իմ հետ։ Այսքանը, ձեր հետ ավարտեցի։ Ինձ հետաքրքիր է դուք անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգները SMS-ով, հեռախոսազանգով թե մեյլով եք ստանում, հարգելի գործընկերներ, շարունակություն կա հարցի, սպասեք, պատասխանը դեսենք բան փոխենք։ Շնորհակալություն։ Թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել քնան։ Որովհետև կոմիտեի նախագահի եւ երկրի գործադիր իշխանության մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված է օրենքով։ Հիմա դուք այնպեսի հարց եք բարձրացնում, որ թույլ տվեք այդ հարցին չպատասխանեք։ Օրենքով է։ Ձեզ նամակ ուղարկի եւ հրահանգ։ Այո, մենք ինքնուրույն ենք։ Չհերկեցիք, մի րոպե, դու չհերկեցիք։ Օրենքով նախատեսված է, որ ես մասնակցում եմ գործադիր իշխանության մարմնի նիստերին, այդ հարաբերությունների մասին է խոսքը, Նարեկ ջան, մի փորձի մանիպուլացնել։ Եվ կոմիտեին վերաբերող հարցերի հետ կապված քննարկումներին եմ մասնակցում։ Այս ձևաչափով ոնց կարամ չշփվեմ։ Հարցը պատահական չէ։ Նիկոլ Փաշինյանը այնինչ ասում է 10 րոպե հետո, 5 րոպե հետո քննչական կոմիտեն կամ մեկին ասֆալտին է փռում, կամ մտնում են խուզարկության, կամ կոնկրետ գործընթացներ են։ Օրինակ որ դեպքով, մի հատ դեպքով։ Օրինակ, Սամվել Կարապետյան, ես ինձ ձևով կմիջամտեմ 11 վայրկյան, 12 վայրկյան հետո արդեն նախաքննական մարմինը, իրավապահ մարմինը, Կոչուբաև, կարող եմ անվերջ։ Բայց Կոչուբաևն ինչ կապ ուներ։ Շատ հանգիստ գրառումը կատարել էր ըստեյության վայրկյան։ Ով էր կատարել գրառումը։ Փաստաբանը գրառում էր կատարել, որից հետո անմիջապես գործողությունները իրական։ Այսպես կարելի է թվարկել Վարդան Ղուկասյան, Սիրով պարոն Պողոսյան, թվեմ հաջորդ օրը գործընթացները տեղ ունեցան։ Բայց Նիկոլ Փաշինյանը խոսում է իրավապահ մարմինները միանգամից գործի են անցնում։ Ես չգիտեմ այդ համընկնումները եւ այլն ինչով է պայմանավորված։ Մի վարքյան օրինակներ պետք չի բերել։ Ես նշեմ, որ մենք գործում ենք բացառապես օրենքով, առիթը լինում է, օրինակ ձեր ասած մատնանշած դեպքում Կոչուբաևի հետ կապված գրառումը կոնկրետ տվյալ անձն է կատարել, գրառման կապակցությամբ առիթ հիմք է հանդիսացել հաղորդում ներկայացնելու, ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել, վարույթ ենք նախաձեռնել ու դատավարական process-ները գնացել են։ Հիմա այս ընթացքում ով ինչ մեկնաբանեց, ինչի մեկնաբանեց, գիտեք ինչ, այդ հարցերին ես չեմ կարող մեկնաբանել։ Անենց պատասխանեք ինձնից ակնհայտ։ Ես իմ նույնը նաև ազնիվ է, շատ ազնիվ է, շատ ազնիվ է։ Նույնը նաև այդ դեպքում եղել է առիթ, եղել է պատշաճ հաղորդում, վարույթը նախաձեռնել ենք եւ process-ը առաջ է գնացել։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո մենք էլ օպերատիվ տեղեկություններ ունենք։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո ո՞րն է։ Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդ գործընթացը քննչական կոմիտեն սկսելու է լրագրողների խմբագիրների մասով։ Ես էլ օպերատիվ տեղեկություններ ունեմ։ Իսկ ցանկ ունեք դուք, պարոն Պողոսյան։ Ես ցանկ չունեմ։ Փաշինյանը ձեզ ցանկ չի տվել։ Ես ցանկ չունեմ, մենք ցանկով չենք առաջնորդվում։ Ցանկը ձեր վառ երևակայության արդյունքն է։ Մենք առաջնորդվում ենք օրենքով եւ իրավական process-ներով։ Այսքան։ Բայց կան ինչ-որ ուսումնասիրություններ լրագրողների լրատվամիջոցների հետ կապված, թե ոչ այս փուլում։ Ախր ես օպերատիվ տեղեկություններին Նարեկ ջան չեմ տիրապետում, ի պաշտոն է նաեւ եւ չեմ կարող ասել։ Եթե ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մենք արդյունավետ կարող ենք պատասխանել մենք լրագրողների հետ կապված վարույթներով, եթե հարցեր կա, խնդրեմ ես մասով հարցեր տվեք։ Շատ լավ, ես երկու հարց